Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Toyota Երևան ընկերության այս տարածքը հայտնվել է քրեական գործի առանցքում։ Մեղադրյալն էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Դատախազությունը նրան մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը երրորդ նախագահը կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի Պողոտայի եւ Եռաբլուր Պանթեոնի հարակից հողամասերը Toyota Երևանին փոխանցելու համար։ Այս ընկերության 30%-ը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին։ Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանքը ամբողջությամբ քաղաքացի իրավական գործարքներ են, որոնք դատախազության կարծիքով իրենց տված գնահատականներով բերել տենց քրեականացրել են քաղաքացի իրավական գործարքները։ Դատախազն օրերս հաստատել է երրորդ նախագահին վերագրվող նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը քննությունը կսկսի մյուս շաբաթ մայիսի 21-ին։ Ըստ մեղադրանքի պետությանը պատկանող հողատարածքը շուկայականից էժան գնով վաճառվելով հասել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Toyota Երևանի դեպ միայն այս գործով չէ, որ հիշատակվում է։ Գլխավոր դատախազությունն այն ապօրինի է որակել ու դատարանից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Քոչարյաններից։ Բանը Եռաբլուր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք։ Այդ դուք չեք Եռաբլուրի վրա Lexus ու Toyota-ներ սարքողներ։ Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից մոտ մեկ տարի անց այս հունվարին դատախազը 23 դրվագներով քրեական հետապնդում հարուցեց առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, իրավապահները չեն մանրամասնում։ Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, ստորագրություն է տվել չբացակայելու մասին։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն ասում է, հողամասերը վաճառել են կառավարության որոշման հիման վրա, շուկայական գնով, ոչ թե էժան, ինչպես իրավապահներն են պնդում։ Պարոն նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն հանդիսացող գույքեր օտարվել են։ Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով։ Իսկ հա դրա հողատարածքների վաճառքի գործով Սերժ Սարգսյանի հետ մեղադրյալի աթոռին են եւս 2 հոգի, այն ժամանակ բարձրաստիճան զինվորականներ, որոնք ըստ քննիչների աջակցել են Սարգսյանին։ Նրանք եւս մեղադրանքը չեն ընդունում։ Այս փուլում զուտ մարտավարությունից ելնելով չեմ ուզում շատ բան բացահայտեմ, բայց քրեական վարույթի նյութերում չկա գետ 1 անկնարկ, գետ 1 փաստ կամ ապացույց, ինչ ուզում անվանեն, իրենց նկարագրածը պաշտպանյալից հետ կապելու որևէ փաստական տվյալ չկա։ 2005 թվականին Զորամասի հրամանատար Ալեքսան Ալեքսանյանի փաստաբան Գոր Գևորգյանը չի բացառում այս գործում քաղաքական ենթատեքստը, հաշվի առնելով 2 նախագահների առնչությունը Եռաբլուրի հողերի վաճառքին։ Չեմ կարող բացառել, բայց նաև չեմ էլ կարող հաստատել։ Ուղղակի հաշվի առնելով են հանգամանքը, որ այդքան տարի հետո ու առանց որևէ լուրջ ապացույցի հասավ են աստիճան, որ քրեական վարույթի նյութերը գնաց դատարան, ինձ այլ ելք չեմ թողնում, քան մտածեմ, որ իրականում կարող եւ քաղաքական ենթատեքստ կա։ Երրորդ մեղադրյալը 2003-ից 2009 թվականներին պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Գրիգորյանն է։ Այս գործով վաղեմության ժամկետները կլրանան մի քանի ամսից, սա նշանակում է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում էլ մեղադրյալները չեն ազատազրկվի։ Այդպես չի, որ այս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես դի ողբերգություն ապրեի, նաև հաշվի առնելու այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր և ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի։ Սա մեկ տարի առաջ էր, մեկ այլ վառելանյութի գործով առաջին ատյանի դատարանի կողմից Սերժ Սարգսյանի արդարացումից հետո, ու չնայած վաղեմության ժամկետն անցել է, դատախազության բողոքարկման արդյունքում գործը նորից է քննվելու։ Երրորդ գործը, որով մեղադրյալ է նախկին նախագահը, առնչվում է կաշառք ստանալուն։ Գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ 2019 թվականին հարուցված գործը նախաքննության փուլում է։ Գործարարը հայտարարել էր, թե կաշառք է փոխանցել ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին, որ չխանգարեն հանքարդյունաբերության իր բիզնեսին։ Թե ինչու է այս մի գործը քննվում արդեն 6 տարի, իրավապահները չեն մանրամասնում։